Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների եւ պատիժը քավեք սերունդներով։ Ալեքսանդր Կոչուբաևի այս գրառումից ժամեր անց ուժայինները զգետնեցին փաստաբանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նրանց իրավունքներին եւ օրինական շահերին վնաս պատճառող այլ տեղեկություն հրապարակելու համար։ Կոչուբաևը Facebook-յան գրառմամբ աջակցություն էր հայտնել Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդին եւ դատապարտել իրավապահների գործողությունները առանց անուններ նշելու։ Փաստաբանների գնահատմամբ իրենց գոլեգայի նկատմամբ ամենախիստ սահմանափակումը կիրառել որոշումն անհեթեթ է։ Ըստ նախաքննական մարմնի Կոչուբաևը կարող է մնալով ազատության մեջ թողնել իր 300 վստահորդներին, որոնց մի մասը գտնվում է կալանքի տակ, հազարավոր ուսանողներին, իր ընտանիքը, իր գիտական աշխատանքը, իր մասնագիտական գործունեությունը եւ ինչ որ միջին ծանրության հանցանքի համար դիմել փախուստի։ Դա աբսուրդային իրադարձություն է։ Վարչական հսկողություն խափամամիջոցը կարող հնարավորություն էր տալիս դատարանին Կոչուբաևին ընդհանրապես արգելել մտնել Facebook։ Մոտ 6 ժամ տևած նիստում Կոչուբաևին միանգամից 24 փաստաբան է պաշտպանել։ Երկար ելույթներ են հնչել, դատավորը փաստաբանի խոսքով այդ ընթացքում միայն մեկ հարց է տվել. Ինչու եք բղավում։ Այս որոշումը փաստաբանները կանխատեսել էին, երբ իմացել էին, որ դատավորը Մասիս Մելքոնյանն է։ Մասիս Մելքոնյանը հաճախակի չգիտեմ, ասոցացում է հետևյալ բառերի հետ. կալանքի դատավոր, իշխանության սրտի դատավոր, կալանքի թագավոր, բազում հանրահայտ գործերով Մասիս Մելքոնյանը հայտնի է որպես քննչականի, այսպես ասած, դատավոր։ Նիստի ընթացքում դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացվել, քանի որ Կոչուբաևը ժամանակին քննադատել է նույն Մասիս Մելքոնյանին եւ հնարավոր է նույն վարույթով հետագայում տուժող ճանաչվեր։ Միջնորդությունը մերժվել է։ Վարդևանյանը արամը շատ այսպես ասած, խնդրանքով եւ միջնորդությամբ դիմեց դատարանին, ասեց. զարմացրեք մեզ բոլորիս։ Զարմացնել ըստ էության չի ստացվել Ռոման Երիցյանի խոսքով Կոչուբաևի վերաբերյալ այս որոշումն ուղղված է փաստաբանական ամբողջ համայնքին ու հասարակությանը, այդ թվում փաստաբանի պաշտպաններին։ Այսօր Կոչուբաևն է կալանավորվել։ Ես էլ եմ ընդդիմադիր Հայաստան ունեցող փաստաբան եւ ամեն օր հրապարակումներ եմ կատարում, վաղը ես կկալանավորվեմ։ Օրեր առաջ էլ փաստաբանների պալատից ծանուցում է ստացել Հովհաննես Խուդոյանը։ Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում է ներկայացվել։ Դրա մեջ հիշատակվում է Խուդոյանի մի հրապարակում, որում նա անդրադարձել է քննչական կոմիտեի ղեկավարին։ Սպասվում են դեռ ավելի մեծ ռեպրեսիաներ, որին ես վստահ եմ բոլորս առնչվելու ենք եւ որի հետևանքները բոլորիս համար դառնալու է ցավալի, շատ ցավալի։ Փաստաբանների ու հոգևորականների կալանքի ու ձերբակալությունների որոշումներն աղերս չունեն իրականության հետ, դրանք քաղաքական որոշումներ են, ասում է Ռոման Երիցյանը։ Ցանկացած մեկը լինելով անգամ մասնագիտության ոչ իրավաբան, կարող է այս ամենին տալ հստակ եւ աներկբա գնահատական, որ այս հետապնդումը այսպես ասած սարքոցի է, ուրիշ ոչ մի բան։ Հակազդելու համար փաստաբանները տարբեր ծրագրեր են քննարկում։ Ռոման Երիցյանն ու Էրիկ Ալեքսանյանն արդեն անժամկետ գործադուլի մեջ են։ Փաստաբանների պալատն ուսումնասիրում է փաստաբան Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթի իրավաչափությունը։ Ուսումնասիրվում է նաև վարույթն իրականացնող մարմինների ձեռնարկած միջոցառումների իրավաչափության եւ համաչափության հարցը։ Կոչուբաևի կալանավորմանը նաև օմբուդսմանն է անդրադարձել։ Անահիտ Մանասյանը նշել է, որ միջազգային չափանիշների համաձայն ոչ իրավաչափ խոսքի միայն ամենածանր տեսակների եւ ծանրակշիռ հիմնավորումների պայմաններում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել ևս անձի հանդեպ կիրառվել ազատությունից զրկելու խափանման միջոցը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։